Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի փոխայցելը երկու երկրներ։ Նման համոզմունք կառավարության ղեկավարն այսօր ասել է, պատասխանելով Օրագիր Նյուզի հարցին, թե ինչից էին վախենում, որ Մուստաֆայևի այցը մինչև վերջին պահը հանրությունից գաղտնի էին պահվում։ Եվ արդյոք ԿԳՄՍՆ-ի կողմից հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական շուրջպարի նպատակը, որն ի դեպ 7 շրջան ուներ, Ադրբեջանի փոխվարչապետին ավելի ջերմ ընդունելության արժանացնելն էր։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Հարցին, թե շրջանառվում էին տեղեկություններ, թե Մուստաֆայևի հետ քննարկվել է նաև ադրբեջանցիների վերադարձի շուրջ հարցը, արդյոք դա համապատասխանում է իրականությանը, վարչապետը պատասխանեց. Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի, Բաքվի հայերի վերադարձի հարց, որովհետեւ երկու ուղղությամբ քննարկումներն ունեն պրոակտիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են թեժացնել։ Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, դա էժան ներքաղաքական շահարկում է, ասաց Փաշինյանը։ Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ապա հավաքական ընդդիմություն դրանցում կկարողանա հաղթել եւ կոալիցիոն կառավարություն ձևավորվել։ Այս մասին վկայում են Գելափի անցկացրած հարցման արդյունքները, ըստ այդմ ՔՊԻ-ն իր ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան դաշինքին 14.1%-ը, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքին 8.2%-ը, ԲՀԿ-ին 7.5%-ը, Արման Թաթոյանի Միասնության թվեր կուսակցությանը 4.2%-ը։ Հաջորդ ուժը Վարդան Ղուկասյան Դեմոկրատիա կարգապահություն կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3.1%-ը, Լուսավոր Հայաստանին իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2.7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը 2.3%-ը, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությանը 1.9%-ը, Հանրապետություն կուսակցությանը 1.7%-ը, իսկ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը 1.1%-ը։ Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով մեկից ցածր միավորներ են ստացել։ Որքանով եք վստահ ձեր ընտրության մեջ, այս հարցմանն պատասխան 62.7%-ը պատասխանել է, որ լիովին վստահ է եւ կարծիքը չի փոխվի, 10.9%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է, 5.9%-ը ավելի շուտ վստահ չէ, 18%-ը ընդհանրապես վստահ չէ եւ հնարավոր է կարծիքը փոխվի։ Կառավարությունը ավելի քան 392 միլիոն դրամ, մոտ $1 միլիոն կհատկացնի պետական բյուջեից Գյումրիում հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ կազմակերպելու համար։ Հարցն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Նշենք, որ համերգին ներկայ է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5-ը։ Նա կմասնակցի եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն։ Տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով, ասված է կառավարության հաղորդագրությունում։ Ըստ արարողակարգի Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Մատենադարան։ Այնուհետեւ Փաշինյանի ուղեկցությամբ Մակրոնը կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուր կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Մակրոնը կհանդիպի նաև Վահագն Խաչատուրյանի հետ։ Հակակոռուպցիոն դատարանը թույլ չտվեց, որ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ, գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանն այցելի Հոր Գերեզման։ Նա կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Կարապետյանի պաշտպանները դատարանին միջնորդել էին փոխել նրա խափանման միջոցը վարչական հսկողությամբ, որպեսզի կարողանա այցելել Հոր Գերեզմանին, քանի որ մայիսի 7-ին լրանում է նրա հոր մահվան 1 տարի։ Ռոսպոտրեմնազորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված ջերմուկ հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով, նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել ջերմուկ գրուպում, թե իրացման ցանցից, թե արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն, ասաց Հարությունյանը։ Նա նշեց, որ այս պահին ռուս գործընկերներից որևէ գրություն կամ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։ 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 16 հորիզոնականով զիջել է դիրքերը 34
4-ից հասնելով 50-ի։ Այս մասին տեղեկանում ենք լրագրողների առանց սահմաններ կազմակերպության 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության զեկույցից։ Հայաստանում մամուլի ազատության վիճակն այժմ դասակարգվում է որպես խնդրահարույց, իրավական ցուցանիշի անկումը բացատրվում է զրպարտության վերաբերյալ չարաշահվող դատական հայցերի աճով եւ օրենսդրական նախագծերով, որոնք զսպող ազդեցություն են ունեցել լրատվամիջոցների վրա, ասված է զեկույցում։ Կառույցը նկատել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում մամուլի ազատությունը 25 տարվա ընթացքում իջել է նվազագույն մակարդակի։ Հայաստանի հարևան 4 երկրները եւս նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել եւ գտնվում են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն, դժվար կամ շատ լուրջ կատեգորիաներում։ Մասնավորապես 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ տեղը, նախորդ տարվա 159-ի փոխարեն Վրաստանը 135-րդը, 114-ի փոխարեն Իրանը 177-րդը, 176-ի փոխարեն Ադրբեջանը 171-րդն է, նախորդ տարվա 167-րդ հորիզոնականի փոխարեն արձանագրված է զեկույցում։ Մամուլի ազատության ցուցանիշով 7 հորիզոնականով անկում կա նաև ԱՄՆ-ում, ԱՄՆ-ն զբաղեցրել է 64-րդ տեղը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը զիջել է 1 սանդղակով 171-ից հայտնվելով 172-ում։ Ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա մամուլի ազատության ցուցանիշով առաջինը Նորվեգիան է, իսկ վատագույնը, ինչպես վերջին 3 տարիներին, ճանաչվել է Էրիթրեան։ Այսօր ապրիլի 39 ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 7:20-ի սահմաններում Մեղրի-Երևան M2 ավտոճանապարհի 364-րդ կիլոմետրի հատվածում Մղջյան գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Opel եւ VAZ 2114 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղիկին է, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։